Բարև բոլորին, իսկ դուք գիտեք, որ Ճապոնիայում կան տաճարներ հենց կտուրի վրա, շենքի կտուրի վրա։ Եկեք բարձրանանք եւ տեսնենք, թե ինչ է մեզ սպասվում։ Դու մտնում ես Գինզայի ամենասովորական շենքը, մտնում ես վերելակ եւ ոչ մի առանձնահատուկ բան, բայց վերջին հարկում դռները բացվում են եւ դու հայտնվում ես իրական տաճարում։ Դա Ասահի Ինարի Շրայնն է, շինտոյական տաճար նվիրված Ինարի աստծուն, հաջողության, բիզնեսի եւ բարեգործության հովանավորին։ Ամենահետաքրքիրը այն է, որ այն պարզապես տանիքին կառուցված չէ գեղեցկության համար։ Նախկինում տաճարը գտնվում էր գետնի վրա, բայց երբ Գինզայի տարածքը կառուցապատվեց, այն տեղափոխեցին վերև, պահպանելու համար։ Ճապոնիայում սա սովորական բան է։ Եթե վայրը սուրբ է, այն չեն քանդում, այլ զգուշությամբ տեղափոխում են։ Եվ ահա դու կանգնած ես տանիքի վրա, երկնաքերի մեջ, շուրջը աղմկոտ Գինզան է, իսկ այստեղ լռություն, քամի եւ զգացողություն, ոնց որ դուրս ես եկել իրականությունից։ Կարծում եմ, սա իդեալական ցույց է տալիս Ճապոնիան։ Գերհամակարգված քաղաքը եւ հին հոգեվոր աշխարհը բառացիորեն մեկ վերելակի հեռավորության վրա։ Պահպանիր, որ չկորցնես այս վայրը։ Եվ մի մոռացիր բաժանորդագրվել իմ Facebook-յան, Instagram-յան եւ YouTube-յան էջերին։